Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Յուրչիկի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավման ուղղված ծրագրերի կարևորությունը։ Ստեֆանի Յուրչիկը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում, նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել գործունեությունը և իրականացնել նոր նախագծեր։ Դրանք վերաբերում են առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ։ Հանրապետության նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը։ Հանդիպմանը քննարկվել են համագործակցության խթանման հնարավորությունները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Նախագահը ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշումը։ Չեռնոգորիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունի մեր համար, իր պատմական անցյալով իհարկե նաև պայմանավորված, եւ իհարկե ամենակարևորը, որ բարձրաստիճան մակարդակում մենք ունենք ջերմ հարաբերություններ ձեր երկրի ղեկավարության հետ, եւ այս ամենի շրջանակներում ես շատ կարևորում եմ ձեր նշանակումը նաև։ Your Excellency. Լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք ընդլայնելու մեր համագործակցությունը եւ որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ։ Սակայն դեռևս բավական չօգտագործված ներուժ կա առավել ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը։ Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցման ողջունումը։ Նա չեռնոգորական կողմին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, քննարկվել են զինված ուժերի փոխակերպման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ընթացքին առնչվող հարցեր։ Ազգային ժողովում 3 ճեպազրույցներ են անցկացվել, մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Հարցերի հիմնական մասը վերաբերել է խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական գործընթացներին հնարավոր զարգացումներին։ Ձեր տեսակետն եմ ուզում հարցնել, արդյոք Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին այսպես ընդառաջ կգնա եւ օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Շնորհակալություն։ Իսկ ինչու պիտի ստորագրի, եթե առանց թղթի կտորի, առանց այդ բարաթի Հայաստանի այսօրվա իշխանությունները, պաշտոնական Երևանը, բոլոր երևակայելի եւ աներևակայելի զիջումների գնումը ինչու ինչ-որ թղթ ստորագրի։ Հայտարարել են, որ տեքստը պատրաստ է, իդեպ եթե Ադրբեջանը դրա մասին չհայտարարեր, ես չգիտեմ Հայաստանի իշխանությունները դրա մասին կխոսեին, թե էլի կփորձեին կոծկել, բայց բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Որևէ թուղթ չի ստորագրի։ Չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունը մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս Հայաստանի իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատժառաբանություն է ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու
պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնել դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իհարկե մենք շատ ժամանակ այդ փաստաթղթին այն տեսանկյունից ենք անդրադառնում, թե ինչու Ադրբեջանը սա չի ստորագրում եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը այդ 17 կետերից բացի ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցի՝ սահմանության փոփոխություն, ԵԱԿ Մինսկի խմբի այդ ձևաչափի լուծարում, սրա մեջ հաճախ նաև Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի ապառազմականացում, այսպես կոչված փախստականների վերադարձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում միջև վերջ գործելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Մնացածը դուք տեսնում եք, այո, տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում, բայց դուք նաեւ պետք է նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։ Սա էլ է շատ կարեւոր եւ սա մենք պետք է գնահատենք, որովհետեւ այն որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չի, դա գաղտնիք չի, բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն, ահա դրանից է նաեւ կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են թե չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այս պահին։ Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել Դոնալդ Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Համապատասխան դիմումը ներկայացվել է պետքարտուղարությանը։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտեմ Երկանյանի հետ։ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, կոչ անելով օգտագործել Ազատության աջակցության ակտի հայտնի 907 ուղումը եւ այլևս Ադրբեջանին ոչ մի տեսակի ռազմական օգնություն չցուցաբերել։ Պատճառը, ինչպես ասվում է այդ նպատակում, ավելի քան 120,000 Արցախի հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումն է, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիան եւ հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը եւ նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը։ Նախաձեռնողները 4 կոնգրեսականներ են՝ Մայք Լոուրեն, Ֆրենկ Պալոնեն, Գիզ Բալարակիսը եւ Գեյբ Համոն։ Նշեմ, որ նրանցից երկուսը հանրապետականներ են, այսինքն Մարկո Ռուբիոյի եւ Դոնալդ Թրամփի կուսակիցներն են, եւ դա շատ կարեւոր է ընդգծել։ Այս փաստաթղթի նամակին աջակցել են հայկական լոբիստական կազմակերպությունները, որոնք այժմ հատուկ ընդգծում են, որ այս նամակը համապատասխանում է նախանցած տարվա սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, Սենատում ընդունված Հայաստանի աջակցության ակտին, որի նախաձեռնողներից մեկը եղել է հենց Մարկո Ռուբիոն, ով այդ ժամանակ դեռևս սենատոր էր։ Եվ այժմ լոբիստական մեր կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում, նախ հիշեցնում են Ռուբիոյին իր այս հարցում ցուցաբերած սկզբունքայնությունը եւ կոչ են անում դրսեւորել հետեւողականություն այս հարցում։ Եվ ինչ որ բան կտա այս նախաձեռնությունը։
Դե սա ընդամենը նամակ է եւ բայց կարեւոր է որ սա հավանաբար փորձ է այսպես զոնդաժ անել հողի ստուգել թե ինչպիսին է նոր վարչակազմի վերաբերմունքը այս գաղափարի վերաբերյալ եւ եթե նկատվի որ վերաբերմունքը դրական է կամ չեզոք է ընթացք կարող է տրվել այն արդեն օրինագծերին որոնք կան կոնգրեսի երկու պալատների քարտուղարություններում բանն այն է որ նման բովանդակությամբ ժամանակին օրենքի նախագծեր են մշակվել եւ ներկայացվել օրինակ անցած տարվա ապրիլին կոնգրեսական Դիտա Տիտուսը նախաձեռնել էր մի օրինագիծ որի համաձայն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն նույնպես Արցախում այդ հայաթափման քաղաքականության համար փաստաթղթին ընթացք չի տրվել բայց եթե ինչպես ասացի նկատվի դրական վերաբերմունք հնարավոր է այս փաստաթղթին ընթացք տրվի կամ օրինակ անցած տարի ամռանը 60 կոնգրեսականներ դիմել էին պետքարտուղարությանն ու Սպիտակ տանը նույնպես կոչ անելով պատժել Ադրբեջանին Հայաստանի դեմ այդ ագրեսիայի եւ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար այն ժամանակ Ալիևը վրթովվել էր եւ մեղադրել էր ամեն ինչում դեմոկրատներին որոնց վարչակազմի օրոք էր ընդունվել այս նախաձեռնությունը այժմ վարչակազմը ձևավորել են հանրապետականները որոնցից շատերը ինչպես ասացի նույնպես կողմնակից են նույն քաղաքականության Եվ ինչպես կարող է վերաբերվել նման նախաձեռնություններին վարչակազմը ինչ ենթադրություններ կան Դե որևէ կերպ առայժմ վարչակազմը իրեն չի դրսևորում այս հարցերում, բայց շատ կարևոր է, որ վարչակազմը իր վրա ճնշում է նկատում տարբեր կողմերից։ Օրինակ այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը հրապարակել է իր զեկույցը, որում անդրադարձ կա նաև Ադրբեջանին եւ այնտեղ ընդգծվում է, որ Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացնելու, հայկական պատմական ճարտարապետական հուշարձանները քանդելու եւ նաև հիշատակվում է, որ կան լուսանկարներ տիեզերական, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը նպատակաուղղված է։ Նաև հիշատակվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականները, որոնց համաձայն Ադրբեջանը մարդկության դեմ ռազմական հանցագործություններ է կատարել։ Եվ ամփոփելով բոլոր այս փաստերը, այդ կրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է անում նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ եւ նաեւ առաջարկում է նպաստել դրան, որ միջազգային կազմակերպությունների, օրինակ ՄԱԿ-ի պատվիրակները կարողանան մեկնել Արցախ եւ ծանոթանալ իրավիճակին այնտեղ։ Նաեւ առաջարկվում է, որ ԱՄՆ կոնգրեսում հատուկ խորհրդարանական լսումներ իրականացվեն այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն հարցը։ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Ավելի քան 2300 մարդ վիրավորվել է։ Տեղի իշխանությունների տվյալներով 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Բնակիչները հայտնել են, որ հեռախոսագծերը խափանվել են, իսկ էլեկտրամատակարարումը շատ վայրերում անջատվել է։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ողջ տարածքում։ Ականատեսների վկայությամբ փլուզվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վարչական շինություններ, հիվանդանոցներ, վնասվել ճանապարհներ։ Արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է եղել Մյանմայում եւ Թայլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշված է. Ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են։ Մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարում։ Մարտի 39-ին Արմավիրի մարզի Փարաքար եւ Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենալու ավականու արտահերթ ընտրություններ։ Տիմ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ավարտվել է։ Այսօր եւ վաղը նախընտրական քարոզչությունը արգելվում է։ Հայաստանի ներքին գործերի նախարարության կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված տեղեկությունների համաձայն Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում 111236։ Երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն։ Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում տիմ ընտրություններին մասնակցում
բացում են 3 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք, իսկ Գյումրիում ավականուն մանդատի համար կպայքարեն 6 կուսակցություն եւ կուսակցությունների 3 դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաեւ տեղեկություն է տրամադրում ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող դիվանագիտական ներկայացուցչությունների վերաբերյալ։ Ըստ այդմ ընտրական գործընթացը կդիտարկվի Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելուի կողմից։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։